Ես անձամբ չեմ տեսնում որևէ արշավ եկեղեցու դեմ, ինչպես իրենք են ներկայացնում, եթե ինչ-ինչ հոգևորական օրինազանցությամբ է զբաղվել, դա չի նշանակում, որ նա, քանի որ կրում է վեղար, ապա նա անձեռնմխելի է, հակառակը օրենքի առջև բոլորը հավասար են, եթե մենք դա անվանենք, որ դա եկեղեցու դեմ արշավ է, եթե իրապես լիներ եկեղեցու դեմ արշավ, ապա եկեղեցիներ կփակվեին, եկեղեցիներ չեն փակվում, հետևաբար որն է այդ արշավը, դա նույնն է, երբ մենք օրինակ պայքարել ենք Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարիներին իրենց դեմ, դա նշանակվեր, որ կդատիտվեր որպես պայքար պետության դեմ, դա այդպես չէ, եւ նույն կերպ եթե իրենք մեղադրում են Տեր Արամին կամ Տեր Թադեին, արդյոք իրենք ուրեմն պայքարում են եկեղեցու դեմ, ոչ չէ, իրենք պայքարում են կոնկրետ Տեր Արամի, Տեր Թադեի եւ մնացած գիտակից հոգևորականների դեմ, հետևաբար իրենք որքան էլ փորձեն դրանք նույնականացնեն, դրանք նույնը չեն, որովհետև նորից եմ ասում, գիտենք, որ ձերբակալվածը Գարեգին կաթողիկոսի եղբորորդին է, քրոջորդին է եւ փաստորեն չհավատալ, որ նա չի զբաղվել ընտրակեղծարարությամբ կամ մարդկանց հավաքելով եւ ուրեմն տարատեսակ ցույցերին մասնակցելու այդքան էլ իրատեսական չէ եւ հակառակը լավ էլ կարելի է հավատալ դրան պետք է սպասենք ընթացքին մենք գիտենք որ իրազեկ քաղաքացիների որոշումը բողոք էր ներկայացրել դատախազություն եւ դրա հիման վրա գործողություններ են տեղ ունենում դա լրիվ նորմալ է Պարոն Բլեյան, իսկ պատահականություն է, որ այս ամենը համընկնում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հերթական մեղադրանքների հետ հայ եկեղեցու հասցեին, նա մասնավորապես ասում է, որ ոչ միայն եկեղեցին, այլ նաև հայկական սփյուռքը իրենք ամեն ինչ անում են, որպեսզի խաթարվի խաղաղության գործընթացը։ Եվ մեր ներսում ընդդիմադիր շրջանակներից բացի նաև կան նեղ մասնագետներ, ադրբեջանագետներ, ովքեր պնդում են, որ այս համընկումը պատահական չէ։ Գիտեք, միգուցե իրանք պարզապես երկրորդում են, հիմա ես նույնը կարող եմ կրկնել, այո, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, մասնավորապես Հայդատը, դաշնակցական կառույցները, անկան, իրենք զբաղվում են կոնկրետ հակապետական գործունեությամբ եւ բոլորովին վերջերս մենք տեսանք, որ հայերին Միացյալ Նահանգներում սպիտակներից կարգեցին դարձրին միջինասիական ժողովուրդ մենք տեսանք, որ իրենք դեմ քվեարկեցին, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի, իբր թե իրենք դա փորձում են արդարացնել, որ այդ օրինագիծը, որը առաջ էին բերել հայամետ կոնգրեսականները, այնքան էլ չի բավարարում իրենց։ Դե կներեք չի բավարարում, բայց դա այն է, ինչ ունենք։ Չի բավարարում, այս օրինագծին կողմ քվեարկեք եւ աշխատեք օրենսդիրների հետ, որպեսզի այլ օրինագծեր բերեք, բայց դե մի քվեարկեք, շտկվարկեք, այլ դե մի արտահայտվեք այդ օրինագծին, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենք իրականում մտածում են իրենց փեշակի մասին, որովհետեւ եթե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, խաղաղվում են, դառնում են կառավարելի, ապա ընդհանրապես հարց է առաջանում, թե իրենք ինչով պետք է զբաղվեն, ել ինչի համար պետք է գումար աշխատեն որովհետև տարիներ շարունակ իրենք փող են աշխատել հենց այդ թեմայի վրա։ Ո՞վ է տվել այդ փողերը։ Այդ փողը իրենք ստացել են թե մեր հայրենակիցներից Միացյալ Նահանգներում, այդ փողը իրենք ստացել են թե Ռուսաստանի Դաշնությունից։ ԱՄՆ-ին փող են ստացել Ռուսաստանի Դաշնությունից, պարոն Բլեյան։ Այո, որովհետև դա Ռուսաստանի Դաշնության կողմից հավաքագրված կառույց է։ Միանշանակ է, որովհետև քանիցս իրենք մենք տեսել ենք, որ իրենք երկրորդում են եւ տարածում են ռուսական նարատիվները, որովհետեւ այսօր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին կարգավորմանը դեմ գործողություններ է անում Ռուսաստանի Դաշնությունը եւ գործողություններ են անում Ռուսաստանի Դաշնության շահերը ներկայացնող հայաստանյան այսպես կոչված քաղաքական կազմակերպությունները եւ իրենց սատելիտ քույր կուսակցություններն ու կազմակերպությունները Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում եւ այլուր եւ ոչ միայն Լիբանանում, Իրանում, ամենտեղ իրենք փորձում են դա խաթարել, ամենտեղ փորձում են դա հարամել։ Իրականում մենք հիմա այլ բան պետք է տեսնենք, մենք պետք է տեսնենք, որ սփյուռքը համախմբվում է եւ իրենց ներուժն են փորձում օգտագործել, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գնա հնարավորինս հօգուտ Հայաստանի։
որպեսզի իրապես խաղաղություն լինի, բայց իրենք վախենում են խաղաղությունից։ Իրենց համար խաղաղությունը դա մահացու է։ Որն է արժանապատիվ խաղաղությունը։ Եվ դուք ասացիք հակապետական, նրանք էլ ասում են մեր գործողությունները կամ մեր անհամաձայնությունները գործող իշխանության քաղաքականության հետ։ Որն է այդ արժանապատիվ խաղաղությունը, որը այնքան հզորանալ, որ Ադրբեջանին ստիպեն գնալ խաղաղության, որ Ադրբեջանը մտքով անգամ չանցկացնի Հայաստանի հետ պատերազմ։ 30 տարի իրենք համարյա իշխանության էին Հայաստանում։ Ով էր իրենց ձեռքից բռներ, որ իրենք չէին հզորանում։ Մենք չէինք հզորանում։ Ով էր խանգարում իրենց։ Հակառակը, եթե իրենք իրապես ուզում են, որ մենք հզորանանք, մեզ պետք են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունենալ բաց սահմաններ, որովհետեւ բաց սահմանների արդյունքում մենք կուժեղանանք ինչպես տնտեսական միջոցներ կձեռնարկենք, որի արդյունքում մեր բյուջեն կկրկնապատկվի, կեռապատկվի, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, կլավանա։ Դրանից հետո արդեն եթե դու Հայաստանը որպես ուժեղ երկիր եւ բարեկեցիկ երկիր նաեւ հետաքրքիր է դառնում միջազգային հանրության համար, որտեղ այլ խաղացողներ են արդեն մուտք գործում տարածաշրջան։ Դա է զսպող հիմնական հանգամանքը, որպեսզի Ադրբեջանը մեկ օր նորից չգայթակղվի եւ չուզենա ընդհանրենք հարձակվել Հայաստանի տարածքների վրա կամ Թուրքիան։ Իսկ իրենք ինչպես են պատկերացնում այդ զարգացումը։ Միութենական պետության կազմում իրենք օրինակ բողոքել են մեկ օր Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունից։ Ինչու չեն բողոքում Վարդան Ղուկասյանի հայտարարած արտահայտություններից։ Իրենք եթե պրոհայկական են, իրենք չեն անհանգստանում, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում, մեծությամբ երկրորդ քաղաքում քաղաքապետը խոսում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Դե մի բան արտահայտեն, ինչու չեն ասում մի բան։ Ուր էին այդ կառույցները, երբ 21 թվականին իշխանություն էին այստեղ ուզում տապալել։ Փոխանակ իրենք պետք է սատարեին, որպեսզի այդ կարևոր ժամանակաշրջանում իշխանությունը մնար կայուն եւ կներեք 21 թվականին եղան ընտրություններ։ Իրենք իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ իրենք հաշտ չեն Հայաստանի Հանրապետության հարատևության գաղափարի հետ։ Իրենք հաշտ չեն, որպեսզի այստեղ Ռուսաստանի դաշտություն չլինի։ Պարոն Բլեյան, հանրության շրջանում նոր բաժանում ունենք։ Մատնիչներ, հուդաներ, իդեմս Տեր Արամի եւ Դանիել Իոաննիսյանի եւ ազգային արժեքներ պահպանողներ ու պաշտպանողներ իդեմս հոգեվորականների։ Այս հանրային անհամերաշխությունը ինչպես պետք է մենք հաղթահարենք եւ ով պետք է բերի հանրային համերաշխություն կոչվածը մեր ժողովրդին, որովհետեւ ես չգիտեմ որքանով է այս ամենը բխում մեր երկրի շահերից եւ ներսում կարող են իրար այսպես պիտակավորել։ Ես դեմ եմ այդ արտահայտության հետ, որ հոգեվորականները պետք է պաշտպանեն այդ արժեքը եւ դա համարում են ազգային արժեք, այսինքն մատնությունը դա համարվում է հայկական ազգային արժեք եւ դա կապում են հոգեվորականների հետ։ Ոչ, դա այդպես չէ։ Հոգեվորականների այսպես կոչված հոգեվորականների մի խումբ համարում է, որ մատնությունը դա հակահայկական արժեք է։ Իրականում սա մատնություն չէ։ Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է այդ հասարակական կազմակերպությունը։ Ինչ ազգային արժեք։ Այսինքն, եթե տեղի ունեցել ընտրակեղծարարություն, եթե տեղի ունեցել մարդկանց բռնի ուժով կամ փողով ցույցերին եւ ընտրություններին մասնակցություն, ընդհանրապես 2018 թվականի հեղափոխություն բայել ինչի համար էր, եթե մենք պետք է դա համարենք մատնություն։ Մենք կարել ենք հեղափոխություն, որպեսզի այստեղ լինեն օրինական ընտրություններ, արդար ընտրություններ, ազնիվ ընտրություններ, չլինեն գնված քվեներ, վաճառված քվեներ։ Իրենք փորձում են դա ներկայացնել ազգային արժեք, ես միանշանակ դեմ եմ դրան եւ մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով մենք սատարում ենք Դանիել Իոաննիսյանին մասնավորապես եւ իր կողմից ղեկավարած այդ հասարակական կազմակերպությանը եւ հորդորում ենք, որպեսզի շարունակեն աշխատեն հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Իսկ կներեք այսօր ասել, որ այդ հասարակական կազմակերպությունը պրոիշխանական է, այդպես էլ չէ։ Իրենք ամիսը մեկ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, ամիսը մեկ գովերգում են Նիկոլ Փաշինյանին, լավ են ասում, վատին վատ։
Դե ամեն դեպքում հանրային ընկալումը կոնկրետ Յոհաննիսյանի հետ կապված ավելի շատ նա համարվում է իշխանական ներկայացուցիչ կամ իշխանությունների հետ կապեր ունեցող Դե կապ ունի, հա, եթե օրինակ միջոցառում է կազմակերպում եւ հրավիրում է վարչապետին կամ կառավարության աշխատակիցներին, նստում են իրար կողմ, դա դեռ չի նշանակում, որ իրենք դառնում են պրոիշխանական։ Դրանից հետո նա կարող է դուրս գալ, շատ սուր հայտարարություններ տարածել, ինչ-ինչ քայլերի կապակցությամբ, որոնք գործի են դրվում իշխանության կողմից։ Իսկ ինչ է կարծում, ինչու Տեր Արամը օրինակ այդ վերադասի կողմից ցույցերին մասնակցելու հրահանգի մասին ավելի վաղ չբարձրաձայնեց։ Չեմ կարող իր տեղը ասել, բայց ես կարծում եմ, որ նա պարզապես այդ ժամանակ վախենում էին, որովհետև այդ ժամանակ դեռ չկար այս բացահայտումները, որոնք տեղի ունեցան մասնավորապես վարչապետի արած հայտարարությունից հետո, որ երբ նա մեղադրեց կաթողիկոսին կուսակրոնության ուրեմն ուխտը դրժելու մեջ եւ դրանից հետո արդեն ինչ-ինչ հոգեվորականներ սկսում են առաջ գալ եւ ես կարծում եմ, որ ելի կլինեն հոգեվորականները, որոնք ովքեր կհասկանան, որ եկեղեցին ավելի կարեւոր է, քան Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը, որովհետեւ իրենք առաջին հերթին ծառայում են եկեղեցուն, ոչ թե ծառայում են Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանին։ Եվ թարապես ցանկացած հոգեվորական եպիսկոպոս իրենք պետք է հենց այդ նույն վարքագիծը դրսևորեն եւ նրանք ովքեր ի հայտ կգան կբացահայտեն եւ կքաջալերեն Տեր Արամին, Տեր Թադեին, Խորեն Հովանեսյանին, մնացածին, Բարթիկ թեմի ուրեմն առաջնորդին, իրենք բոլորը պետք է արժանանան դրական գնահատականի եւ հասարակական աջակցության, որովհետեւ իրենք չեն վախում, իրենք խոսում են, իրենք չեն լռում, իրենք գործում են հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայ առաքելական եկեղեցու։ Որովհետեւ այսօր ասել, որ Գարեգին Բ կաթողիկոսը ներկայացնում է կրոն առաքելական եկեղեցի, դուք կներեք։ Ես էլ ուրեմն բալետ եմ ներկայացնում։ Հո այդպես չէ։ Որտեղ ենք մենք տեսնում այդ հոգեվորականը։ Լավ, օգոստոսի 8-ից որքան ժամանակ է անցել։ Սեպտեմբեր, հոկտեմբեր 2 ամիս անցել է։ Հայ առաքելական եկեղեցու վեհափառը բան չունի ասելու իր հավատավորներին օգոստոսի 8-ի կապակցությամբ։ Իրենք կողմ են, կողմ չեն, սատարում են, չեն սատարում, իրենք ուզում են որ խաղաղություն լինի, թե ոչ։ Իրենք չեն ուզում օրհնել օգոստոսի 8-ը։ Կողմն, եթե կարծում եմ, որ դրա միջանցք է տրված Փաստորեն անձնավորված է, թող ուրեմն հայտարարություն տարածեն։ Ես օրինակ չեմ լսել, որ Գարեգին Բ-ն ասում է, որ օգոստոսի 8-ով մեղրին տվեցին, ինչպես Հրանտ Բագրատյանն էր ասում, կամ Արթուր Խաչիկյանը, կամ չգիտեմ մնացածները։